Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի 2011 թվականի մարզական գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացվեց ֆեդերացիայի հերթական նիստում, որին մասնակցում էին ոչ միայն ֆեդերացիայի անդամները, այլ նաև հայտնի մարզիչներ, մարզիկներ, սպորտի ոլորտի ղեկավարներ։ 2011 թվականը լուրջ ձեռքբերումների տարի որակեց ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանը։ 2011 թվականը մեր համար հաջողության տարի էր, մեր գնահատականով հաջողության տարի էր, լավ արդյունքներ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի մրցանակակիր, դա արդեն մեզ համար մեծ ձեռքբերում է ու մենք շնորհակալ ենք 2011 թվականին, որ մեր մարզիկները, մեզ պաշտչակատերները, մեր ֆեդերացիան այսօր պաշտչակատ կարող է հավաքվել ու շնորհավորել մեր 2011 թվի հաջողությունների համար։ Մեր ըմբիշներն անցնող տարում միջազգային մրցահարթակներում զբաղեցրել են պատվարժան տեղեր։ Այսօր նրանց հաղթանակները պետք է հիշատակել եւ ոգևորել արժանի մարզիկներին։ Այդ ըմբիշներն են Արթուր Ալեքսանյանը 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2011 թվականի Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունների մրցանակակիր, Ռաֆայել Մանուկյանը 2011 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող, 2011 թվականի մեծահասակների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության հաղթողներ Արմեն Չոմարյանը, Վահան Ջուհարյանը, Վարշան Բորանյանը։ Նվաճումներն այսքանով չեն սահմանափակվում, ֆեդերացիայի նախագահը նկատում է, որ առաջընթացը գովելի է, սակայն չպետք է սահմանափակվել եղածով եւ հավելում, սպորտն այն ոլորտն է, որը դուրս է բոլոր սահմաններից, մասնավորապես այն չպետք է քաղաքականացնել։ Մեր համար սպորտը մնում է սպորտ, սպորտին աջակցելը դա կապ չունի ոչ PR-ի հետ, ոչ քաղաքականության հետ։ Անկախ քաղաքական պատկանելությունից ու մյուսից սպորտը մնում է սպորտ, մենք սպորտի կողքին կանգնած ենք որպես սպորտսմեններ, որպես սպորտսմենի դարդ ու ցավը հասկացող սպորտսմենին, ընտարաշ գնացող սպորտսմենին թև ու թիգուն կանգնող մարդիկ։ Նրան չի հետաքրքրում մարտը ոչ դալեջում է պարապում, ոչ կուսակցությունից է, նա կոնկրետ Մարտուն Գրիգորյանը սպորտ աշխարհին նայում է որպես իր տան անդամի պես։ Ֆեդերացիայի ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրեց փոխնախագահ քարտուղար Անդրանիկ Արզումանյանը։ Մարզական այս կազմակերպությունն իր գործունեությունն ապահովել է ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանի ֆինանսական աջակցության շնորհիվ։ Ներդրված մոտ 11 միլիոն դրամ գումարը ծախսվել է ֆեդերացիայի գործավարության, մարզիկներին եւ թիմակիցներին մրցումների մեկնելիս նյութական աջակցություն ցուցաբերելու, տրանսպորտային սպասարկում իրականացնելու, առողջական խնդիրների կարգավորման նպատակով։ Ֆեդերացիայի նիստը եզրափակվեց 2011 թվականին բարձր մարզական արդյունքներ ձեռք բերած մի խումբ մարզիկների խրախուսմամբ։ Հատկանշական է, որ ֆեդերացիայի նախագահը պարգևատրեց ոչ միայն ըմբիշներին, այլ նաև անցած տարում մեր մարզից լավագույն արդյունքներ ցուցաբերած այլ մարզիկների։ Թեքվանդո մարզաձևում Սև գոտի երկրորդ դան սպորտի վարպետ Անդրկովկասի բացարձակ չեմպիոն Ադան Մարտիրոսյանին, Թեքվանդո Սև գոտի առաջին դան սպորտի վարպետ արդեն 3 տարի Անդրկովկասի չեմպիոն Արմեն Հովանեսյանին, նույն մարզաձևի Հայաստանի 2001 թվականի լավագույն թեքվանդոիստ Կարմիր գոտի Վարոս Խաչատրյանին, Լող մարզաձևում Գյումրու թիմ 1 սպորտի վարպետ Հայաստանի Հանրապետության մեծահասակների 2011 թվականի չեմպիոն Գևորգ Խաչատրյանին, Դուբայում կայացած հաշմանդամների ծանրամարտի միջազգային մրցումների երկրորդ մրցանակակիր Գրետա Վարդանյանին, ինչպես նաև ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Ռաֆիկ Մանուկյանին եւ նրա մարզիչ Խաչիկ Վահանյանին, Արմեն Չոմարյանին, Ալեքսանդր Միքայելյանին, Վարշան Բորանյանին, Արգիշտի Աբգարյանին, Աշոտ Աշոտյանին, Սևակ Մխիթարյանին եւ իհարկե ֆեդերացիայի փոխնախագահ քարտուղար Անդրանիկ Արզումանյանին։ Յուրաքանչյուր մարզիկին, երբ մոտենում են անհատական, գովերգում են եւ բարի խոսքեր ասում, մանավանդ սպորտի հետ կապված, ավելի ոգևորված ենք զգում։ Շատ ուրախացա եւ բարդացա, որ տարվա ընթացքում մեծ աշխատանքներ են կատարվել, ինչու՞ չէ ծախսվել են նաեւ գումարներ, որ այսօր շատ կարեւոր է սպորտի համար, ես ինքս հավաքականի մարզիչ եմ եւ շատ լավ գիտեմ մարզիկների համար ինչ է նշանակում ֆինանսական աջակցությունը, որը ինչպես նաև բարոյական աջակցությունը։ 6-րդ տարին է Մարտուն Գրիգորյանը որպես ֆեդերացիայի նախագահ նա իր ամեն ինչը, իր ուժը, կորովը եւ որպես նախկին մարզիկ նա մեծ սրտով օգնում է մեր մարզիկներին։ Միշտ մարզիկի հետ մտերիմ հարաբերություններ ստեղծելու Մարտուն Գրիգորյանի հետ լավ ձևը մոտեցման մարդկային, բացարձակ մարդկային, որի համար մենք բոլորս շնորհակալություն ենք հայտնում նման աշխատանքի, նման մարդ լինելու համար։ Ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանին կարող եմ ասել շատ շնորհակալություն,
մեր սպորտսմեններին, մեր ըմբիշներին թեւուտիգուն սատար կանգնելու համար ես որպես աշխարհի չեմպիոնի մարզիչ շատ գոհ շնորհակալ եմ։ ԸՄՇ-ի ֆեդերացիայի ընդլայնված նիստը համընկավ հունվարի 13-ին, հին նոր տարվա հետ։ Ուստի ֆեդերացիայի նախագահի նախաձեռնությամբ մարզիկները միասին նշեցին տոնը, շնորհավորելով մեկ-մեկու, նշելով 2011 թվականի ձեռքբերումներն ու մաղթելով հետագա հաղթանակներ։ Մեր բոլոր տեսանյութերը կարող եք դիտել նաև համացանցում, youtube.com եւ livestream.com կայքեջերում, փնտրելով ԲՀԿ Շիրակ կամ Մարտուն Գրիգորյան։